Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր մայիսի 21։ Եթե ամպերը լցվեն, երկրի վրա անձրև կտեղան, ժողովող 11-րդ գլուխ 3-րդ խոսք։ Ինչու ենք մենք վախենում ամպերից, որոնք այժմ ծածկում են մեր երկինքը։ Այո, դրանք ժամանակավորապես թաքցնում են արևը, բայց արևը չի մարի, այն շուտով կրկին կշողա, բայց առայժմ այս սև ամպերը լցված են անձրևով, եւ որքան սև են դրանք, այնքան մեծ է հավանականությունը, որ ուժեղ տեղատարափ անձրևներ կբերեն։ Չէ՞ որ չի կարող անձրև լինել առանց ամպերի։ Մեր դժվարությունները միշտ մեզ օրհնություններ են բերել եւ շարունակ կբերեն։ Դրանք պայծառ շնորհի մութ կարգերն են։ Այս ամպերը շուտով կցրվեն, եւ խոտի ամեն մի նուրբ ծիլ կհանգստանա անձրևից հետո։ Մեր Աստված կարող է մեզ վրա վիշտ թափել, բայց նա մեզ չի խեղդի զայրույթով։ Ոչ, նա մեզ կթարմացնի ողորմությամբ։ Մեր Տիրոջ սիրային նամակները հաճախ մեզ են հասնում սև եզրագիծ ծրարներով։ Նրա կարգերը որոտում են, բայց լի են բարությամբ։ Նրա գավազանը ծաղկում է քաղցր ծաղիկներով եւ սնուցող պտուղներով։ Եկեք չանհանգստանանք ամպերի համար, այլ երգենք, քանի որ մայիսյան ծաղիկները մեզ են բերվում ապրիլյան ամպերի եւ անձրևների միջոցով։ Ով Տեր, ամպերը քո ոտքերի փոշին են, որքան մոտ ես դու ամպամած ու մռայլ օրերը։ Սերը տեսնում է քեզ եւ ուրախանում, հավատքը տեսնում է, թե ինչպես են ամպերը դատարկվում եւ բոլոր կողմերում փոքրիկ բլուրներին ուրախություն պարգևում։